Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին $120 միլիոն վարկ կտրամադրի։ Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորումը կուղղվի կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման նախագծի իրականացմանը։ Բանկից նշում են, որ վարկային պայմանագիրը եւ համաձայնագիրը Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի եւ գործարար համաժողովի շրջանակում ստորագրել են Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը։ Ֆինանսավորումը կօգտագործվի արտադրական ցիկլի արդյունավետությունը բարելավելու նախագծի իրականացման համար։ Սա արտացոլում է Եվրասիական զարգացման բանկի հիմնական գործունեություններից մեկը։ Մասնակցությունը տարածաշրջանում արդյունաբերական արդիականացման երկարաժամկետ ֆինանսավորմանը հիմնվելով առկա ենթակառուցվածքների վրա, ասել է Իգնատովը։ Արդեն 20 տարի է Եվրասիական զարգացման բանկը աջակցում է անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը եւ համակողմանի զարգացմանը։ Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներով եւ սկզբունքներով։ Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններում 2026 թվականին բերքի տակ կլինի մոտ 36,000 հեկտար ցանքատարածություն։ 2026 թվականին մարզում կատարվել է ավելի քան 17,000 հեկտար գարնանացան։ Դրանցից 9,100.3 հեկտարը զբաղեցնում են գարնանացան գարուցանքերը, 596.7 հեկտարը գարնանացան ցորենի, 5,570 հեկտարը կարտոֆիլի, 1,013 հեկտարը բանջարաբոստանային մշակաբույսերի, 205.4 հեկտարը այլ հացահատիկային մշակաբույսերի, 14.4 հեկտարը կտավատի, 515.3 հեկտարը բազմամյա կերային մշակաբույսերի, 302.2 հեկտարը հատիկանդեղենի, իսկ 269.98 հեկտարը վարսակի ցանքերը։ 2025 թվականի աշնանը Գեղարքունիքի մարզում իրականացվել է մոտ 15,000 հեկտար աշնանացան, որից 118 հեկտարը զբաղեցնում են սխտորի ցանքերը, իսկ մնացածը աշնանացան ցորենի արտերը, որոնք կենսունակ են եւ գտնվում են հետագա աճի ու զարգացման բնականոն փուլում։ Նախորդ տարիներին մարզում հիմնված բազմամյա կերային մշակաբույսերի ցանքատարածքները կազմում են մոտ 3235 հեկտար։ Գյումրիի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում, որը շահագործման է հանձնվել դեռևս 2006 թվականին եւ տարիներ շարունակ գտնվել է անմխիթար վիճակում, այժմ լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Գյումրիի համայնքապետարանի հրապարակման համաձայն ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեից հատկացված 117 միլիոն դրամի շրջանակում, նպատակ ունենալով ամբողջությամբ արդիականացնել շենքի տեխնիկական ենթակառուցվածքներն ու արտաքին տեսքը։ Թեև շինարարության ավարտի պաշտոնական ժամկետը սահմանված է սեպտեմբերին, սակայն աշխատանքների ներկայիս բարձր տեմպերը թույլ են տալիս ակնկալել, որ հիմնանորոգումը կավարտվի նախատեսվածից նույնիսկ 1 ամիս շուտ, նշեցին Գյումրիի համայնքապետարանից։